Երբ դեռ իջնում էր լույսն Արարատին, հայոց երկինքն էլ օրհնում էր հողը, խաչեր ծաղկեցին քարե նուրբ սրտին, գրեց խաչքարն իր առաջին տողը, և քարը լռեց, բայց աղոթքները դարձան լռության քաղցրահունչ երգեր, խոնարհ վարպետի հմուտ ձեռքերը քարին տվեցին երկնային թևեր, ամեն մի խաչը մեր նոր Գողգոթան, և ամեն վարդյակ շնչով երկնաբուխ, ամեն մի նախշը ճամփան հարության, ամեն որդատունկ կենաց ծառի ճյուղ, մռայլ դարերը եկան փոթորկած, մեր սուրբ երկիրը մատներով հրի, խաչքարն Աստծո դեմ մնաց միշտ ծնկած, հակընդդեմ ուժին մարդու աշխարհի։ Նա տեսավ արյուն, որբացած օրրան, վանքերի մոխիր, զանգի լռություն, բայց իր քարեկոպ շուրթերից չելան անեծքի խոսքեր, հուսալքություն, իր դեմքը շոյող դարերի քամին չմարեց նրա սուրբ լռությունը, պահել է հավատն օրհասի ժամին, հողի ու նախնյաց հիշողությունը, նա աղոթեց, որ լեռը մնա լեռ, որ ընդմիշտ երգեն ջինջ աղբյուրները, որ խաչ հանելիս հայ մանուկ ու ծեր հիշի Արարչին և արմատները, ինչքան էլ դաժան լինի ոսոխը, մեր խաչը քարի վրա չէ միայն, թեկուզ նա կոտրի քարե աղոթքը հայի սրտում է դրված հավիտյան, Հիսուսի լույսը չի պարտվել սրին, անգամ դարերի մթին անթափանց, երբ խաչքարն է դեռ հսկում մեր երկրին, հայոց ճամփեքին քայլում է Աստված, քանզի խաչքարը քար չէ պարզապես, մեր ժողովուրդն է ծնրադիր կանգնած, աղոթք է դարձրել բյուր ցավեր են այսպես, և անմահություն աղոթքն իր երկնած։